խաղաղությունը Մայրիկյան պետք է լինի երաշխավորած, ոչ թե երկու նախագահ վարչապետ իրար հետ պայմանավորվում են, պահանջ կկատարես խաղաղություն կլի, պահանջ չկատարես, այսօր որ հիմա ասում են խաղաղություն ա, դուք խաղաղություն տեսնում եք, խաղաղություն կա։ Մեր գերիները ընդեղ են, սահմանները գրաված նստել են, 300,000 պետք է ադրբեջանցի կա բնակվի արևմտյան Ադրբեջան։ Որցե մի պահանջ չկատարի դեպքում պատերազմած ժողովուրդ պետք է տանք։ 2-3 խոշոր պետություններ, դա կլինի Չինաստանը, դա կլինի Ամերիկան, դա կլինի Ռուսաստանը, որ երաշխավորում ենք այս աշխատող ժողովրդի հետ ոչ մեկ գործ չունենա։ Իրենք իրենց գործով, իրենց տնտեսությամբ, իրենց բարեկեցությամբ են զբաղվում։ Ոչ մեկը պատերազմ չի ուզում, արում ոչ մեկը չի ուզում։ Պետությունը պետք է լինի քաղաքացու թիկունքին, յուրաքանչյուր օր, յուրաքանչյուր իրավիճակում, նշում է Գագիկ Ծառուկյանը։ Միայն այդ դեպքում է, որ քաղաքացին իրեն պաշտպանված ու ապահով կզգա։ Պետական բարտկը 15 միլիարդ է։ 21 թվին, որ ես ասում էի, 21 թվին 9 միլիարդ էր։ Բայց այդ միլիարդից դուք խաբար չեք, որցե մեկը չի օգտվել։ Ունենք 2,450,000 վարկառոլ։ Ամեն տանիքից 3-4 հոգի վարկի տակ է։ Եթե 21 թվականին դա կատարեին, 2,200,000 մարդ վարկի տակից դուրս էր գալի։ Այդ մարդիկ ազատ չնչում էին։ Կատարում ես քո ժողովրդի համար, ժողովուրդը աղքատա, պետությունը աղքատա։ Դրանց մենակ գույք-հարկ են ավելացնում 100%։ Ոչ աշխատատեղ, ոչ աշխատայի բարձրացում կա, բայց բոլոր հարկերն ու տուքերը միայն ավելանում են։ Եթե անհատ մարդը կարա միլիարդներ աշխատի, պետությունը քանի միլիարդներ պետք է, ու իր ժողովրդի վրա էլ ծախսի։ 10 ռուբլի թոշակ ավելացրեց։ Ես որ եմ ասում, ապրանքի գինը հարցացնելը։ Մեր հույսը դուք եք։ Ես հավը տանեմ, հնարավորություն տվեք։ Ձևն էլ գիտեմ, հնարավորությունն էլ գիտեմ, կապերն էլ ունեմ, աշխարհով մեկ, սկսած Լոնդոնից, լորդերից սկսած, արաբական շեխերից սկսած, Չինաստանից, Ռուսաստանից աշխարհով մեկ։ Պետք է կարողանանք ինչ ունենք համատեղ, տարածքը տանք, կամ էլ հանքանյութը տանք, մեր ժողովրդին չընդունակ, բոլորն էլ աշխատեն, զարգացնենք, ապրենք։ ԲՀԿ ղեկավարը անդրադառնում է նաև առողջապահությանը, ընդգծելով, որ այն պետք է լինի անվճար ու հասանելի յուրաքանչյուրի համար, անկախ սոցիալական վիճակից։ Այսօր գումար չկա, դրել են պետ պատվերով ու հիվանդանոցի փողերն էլ չեն փոխանցել, թե վաղը ինչ անելու չգիտեմ, այլ պետք է լինի անվճար, ով ուզում ավելի ճոխ, թող ճոխ են սեփականատերեր ճոխ հիվանդանոց բացել, բայց սովորական մարդի համար գնում է, պետք է մի հատ սրտի օպերացիա կանոթները փագա, 1,200,000 մարդը 120-200,000-ով ապրում է, պետք է գնա տունը դնի վարկի տակ, ոչի թողելու, ծնողի առաջ, ծնող իր աշկի առաջ մանա, գիտի, որ չի կարնալու, փագի տունը մնալու, հայրը այդ սովորույթն ու ադատն ու ավանդություն են, ամեն ինչի կգնա, երեխու համար, ծնողի համար, ոչ մի բանի չի նայի, ու դրա համար տեսակ կուտակվել է։ Համաժողովրդական սերը կատարած աշխատանքի լավագույն գնահատականն է։ Գագիկ Ծառուկյանը երախտագիտություն է հայտնում ամեն քայլափոխի հանդիպող ջերմության համար։ Հասարակ մարդու մեջ են պարզությունը, ազնվությունը, մաքրությունը, արժեքներ, որոնց վրա պիտի կառուցվի առողջ հասարակություն։ Սովորական ժողովրդի մեջ կա մաքրություն, ջերմություն, նվիրվածություն, հարազատություն, որը դա փոխարինել է։ Ասել եմ, կարամ հաստատեմ։ Սովորական մարդը գնահատել գիտի, հարգել գիտի, նվիրվածությունի սիրել գիտի, ձեզ հավատամ։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում։ Հետևեք մեզ նաև Armat Media AM կայքում։